սիրելի հայրենակիցներ, մեր ինչպես արդեն ավանդույթ դարձած, մեր հերթական հաղորդումն է մեր ոդքասթի Օվերտոնի պատուհան Արտուր Խաչիկյանի հետ։ Ես ուզում եմ այսօրվա մեր ոդքասթը սկսենք շատ հերթական մտահոգիչ տեղեկատվությամբ, հենց այս պահին, երբ մեր ոդքասթն է, ուրեմն մենք տեղեկացանք, որ բերման է ենթարկվել ուժեղ Հայաստանի ուրեմն ներկայացուցիչներից մեկը, Տաշիր բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Ղումաշյանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ Գոհար Ղումաշյանը, ինչպես փոխանցում են գործընկերները, նոր է ծննդաբերել Արտուր, նորածին երեխա ունի եւ անգամ վաղաժամ ծննդաբերություն է տեղի ունեցել այս տևական ստրեսների պատճառով եւ ուրեմն բերման է ենթարկվել մեկ այլ կին ուժեղ Հայաստանից, տարածքային պատասխանատուներից մեկը Վերժինե Ստեփանյանը։ Հայտնի չի, թե ինչի համար են բերման ենթարկել, Գոհար Ղումաշյանին բերման ենթարկման իբր մոտիվացիան բարեգործության արգելքն է, որ իրանք իբր օրենք են խախտել եւ այլն, այն տեսանյութը, որը ես տեսա, որի համար իբր բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը, ընդհակառակը Գոհարը դիմում էր ուսանողներին, ասում էր, քանի որ կուսակցությունների մասին օրենքը արգելում է որևէ բարեգործություն, ընդհանրապես տեղեկացնում էր, որ այդ ծրագրերը, որ տասնյակ տարիներ շարունակ արել է Տաշիր բարեգործական հիմնադրամը, արել է Սամվել Կարապետյանը, այդ ծրագրերը ընդհանրապես արկախվում են։ Հիմա դու ինձ ասա, եւ հիմա կանդրադառնանք նաեւ 3 անվասայլակով հիվանդանոցից Բերդ տեղափոխված 18 տարեկան Դավիթին։ Հիմա խնդրում եմ, դու ինձ ասա, սա տեղավորվում է արդյոք ինքնավստահ, որ մենք գնում ենք վերցնելու սահմանադրական մեծամասնություն ուժի հայտարարությունների մեջ, որ բերման են ենթարկում այլևս կանանց, բա այդքան ինքնավստահ ուժը, որ ասում է մենք ոչ մի պրոբլեմ չունենք, ուժը, որ ասում է այն մնացած բոլոր ուժերը քաղաքական, ես չգիտեմ, դեֆոլտներ են, օքեյ, բան չեք սենց խառնվել իրար, չեք կանանց, այդ թվում նոր ծննդաբերած, ով նորածին երեխա ունի, որ պատկերացնում եք, կերակրող մայրը չի կարող լինել նորածին երեխայի կողքին, նրան բերման են ենթարկել։ Սա վախեցած բռնապետ է, նա տեսնում է, որ նա պարտվելու է, նա վախեցնում է մարդկանց, նա դիմում է ֆաշիստական մեթոդների, այդ տղային այդ օրը գցել է եկեղեցուն եւ հիմա դեռ բանտում են պահում, չնայած իր բժշկական վիճակի, 1000 ափսոս այն 18 թիվը, երբ որ այս մարդը իր սուտ այդ բանով Մոնտեի ֆորմայով մաներ գալի իր այդ սուտ գիպսով, 1000 ափսոս, որ իր հետ չվարվեցին նույն ձևով, ինչպես այսօր նա վարվում է կանանց եւ երեխաների հետ։ Սա ֆաշիստական մեթոդներ են, սա իսկական իր արյունը պետք է մի հատ անալիզ անել, ստուգել նա որ երկրից է, նա որ ազգից է։ Որովհետև գիտեք, ես նույնիսկ կներես Արտուր ջան, օրենսդրությունը, չնայած երեխան Դավիթը Մինասյան, հիմա նույն դատաբժշկական փորձաքննությունը կա, որ Նիկոլի թիկնապահներն են արմունկով հարվածել, երեխան ունի գանգուղեղի փակ վնասվածք եւ ուղեղի ցնցում։ Ես անգամ մի կողմ եմ դնում, ի վերջո կարելի է խափանման միջոցը փոխել եւ եթե գտնում եք, որ ինչ որ օրենքի խախտում ա եղել, քննարկել, բայց չունենալ այսքան էմպաթիա, որ սայլակի, անվասայլակի վրա, հաշմանդամության սայլակի վրա, որտեղ երեխան Դավիթը չի կարողանում քայլել, երեխայի եղունգները անգամ ասեցին սևանում են, դա հասկանալի է, չէ, որ ինչ որ թթվածնային բալանսի խախտման արդյունք է, տանել նորից Բերդ, ես չգիտեմ, ինչքան պիտի դու ատես 18 տարեկան երեխաներին, որ մի մասին ասես պլյուս մինուսով զոհվածներ, այս մի մասին էլ ահա այսպես վերաբերվես։ Ասեմ, Նայրա ջան, ասեմ ինչքան պիտի ատես, որովհետև դու աբիժնիկ ես, որովհետև այս էակը աբիժնիկ է, նա տեսա, որ իր ամբողջ կյանքը տապալել է եւ նա ատում է կայացած մարդկանց, ատում է տղամարդ, ասենք տղաներին, ատում այն մարդկանց, ովքեր հպարտ են, արժանապատվություն ունեն, սա իր ազգից նեղացած
իր ազգից մուռ հանող աբիժնիկա եւ նա ցավոք սրտի գտավ այն 15%-ը, թե չգիտեմ քանի տոկոսը այս հասարակության, որոնք նույնպես ավելին է, ցավոք սրտի, անգամ այսօր այդ տոկոսը, որ արդարացնում է այս ամենը, դու մենակ նայեիր Արտուր, թե երբ որ երեխային պատգարակի վրա բերեցին նայիրի կլինիկա, նայիր թե այդ նյութի տակ, ես չեմ խոսում ֆեյքերի մասին, ես երբեք կոմենտներ չեմ կարդում, բայց դա ինձ հատուկ հետաքրքրեց, ես մտա եւ մոնիտորինգ արեցի, ֆեյքերը հասկանում ես, տեսնում ես, որ ֆեյք է, բայց այնտեղ այդ այլանդակ սեռախեղված հայհոյանքներ գրող կամ լավ եղավ, հասնում է, ճիշտ է, այդպիսի բաներ գրող իրական մարդիկ կային եւ կանայք, ովքեր ունեն երեխաներ, թորներ, այսինքն սա մի սեգմենտ է, որը հիվանդ է։ Սա մեծ հիվանդություն է, նախ ասեմ, որ ես չեմ կարողանալու ներել որևէ մարդ, որը աջակցել է այս ռեժիմին, որովհետեւ այս ռեժիմի ձեռքը մենք 8 տարի տանջվել ենք, եթե էլի տանջվենք, չխոսանք դրա մասին, ես չեմ կարողանալու ոչ մեկին ներել, ով որ այս ռեժիմին աջակցում է։ Երկրորդը դու շատ ճիշտ ասեցիր, սա հիվանդություն է, սա հոգեբանական հիվանդություն է։ Այս մարդիկ տեսնում են մի աբիժնիկի, մի անհաջող մարդու, ամեն ինչ տապալած մարդու, որը խոսում է փողոցային մարդու պես, ուտում է կներեք խոզի պես, նրանք նայում են սրա վրա, ասում են, տեսեք, այս մարդը դառել է վարչապետ, այսինքն աբիժնիկ լինելը, փողոցային լինելը, անորակ լինելը, դա նորմալ է ու նրանք իրենց լավ են զգում դրանից։ Այդ առաջինը։ Երկրորդը ես քո ինտերվյուն նայեցի, Նաչալյանին էի տվել մի ամիս առաջ։ Դու շատ ճիշտ բան ես ասում։ Մենք գործ ունենք աղանդի հետ։ Մարդկանց գիպնոզացնում են, գիպնոզի տակ են գցում, դարձնում են աղանդի մաս, որտեղ նրանք չեն կարողանում ընդունել, որ ինչ որ մի բան սխալ է արել իրենց սեկտայի ղեկավարը։ Հիշեցնեմ ձեզ Sun Temple, ասել եմ շատ անգամ։ Sun Temple աղանդը Միացյալ Նահանգներում ինքնասպանությունների այո, անունը ոնց էր, Թիմ Ջոնս էր, թե ինչ որ Ջոնս էր։ Ջոնսի 70-ական թվականներին տարավ իրենց բոլոր Կարիբյան կղզու վրա 900 հոգի ընդունեցին թույն, այն էլ երեխաներին թույն էին տալիս, որովհետև աղանդի ղեկավարը ասել է, որ պետք է սպանել իրանց երեխաներին։ Սրանք նույն բան են անում, այս աղանդը մեզ տանում է դեպի ազգային ինքնասպանություն եւ մենք հանդուրժում ենք մի բաներ, օրինակ դու հիշում ես, որ նախկին ղեկավարներից որևէ մեկը, որոնք շատ սխալներ արել են, եւ լավն են արել եւ վատն են արել, վատն էլ կար, իհարկե։ Բայց դու եթե այդ ասում եմ Պապլավոկի այդ պատմությունը դարել է Աստվածաշնչի մաս։ Առաջին սկզբից գնում է Աստվածաշնչի առաջի գլուխ։ Այո, դե սկզբից հին կտակարանն է, հետո Պապլավոկի պատմությունն է, հետո նոր կտակարանն է։ Արդեն 4-րդ սերունդ ամեն օր դրա մասին խոսում է, որը շատ սխալ էր, դա բարբարոսություն էր եւ չպետք է տեղի ունենար։ Բայց որ Պապլավոկը հիշում եք, բայց ինչ է։ Նոր ծնունդ տված կնոջը հակալելը, դա ստրեսից ծննդաբերությունը եղել է վաղաժամ, այսինքն երեխան, չգիտեմ էլի, շատ լուրջ խնամքի եւ հսկողության կարիք ունի։ Ադոլֆ Հիտլերը սենց բան չեր անի։ Ադոլֆ Հիտլերը թողներ, որ կինը ծննդաբերեր։ Դու պատկերացրա ինչ աստիճանի պետքա դու ատես քո ժողովուրդը, որ քեզ սենց պահես։ Սա ֆաշիզմ է եւ ես հույս ունեմ, որ մեր մայրերը, մեր երիտասարդները, մեր այն հասարակության անդամները, ովքեր դեռ չեն հիվանդացել այս սարսափելի հիվանդությամբ, երբ որ դուք գնաք քվեարկեք, հիշեք սա եւ մի թողեք, որ ձեզ վախեցնեն, որովհետեւ արդեն շատ մարդիկ ասում են, այդտեղ մարդկանց վախեցնում են, դուք պետք է ապահովեք այս ձայները, եթե չապահովեք, եթե դուք ձայն չտաք, ձեզ գործից կազատենք։ Արդեն գալիս է տերորը, տեսնում ես ինչպես է պատրաստվում ընտրություններին, սա տերորիստական ռեժիմ է եւ 1000 ամոթ երկու երեսանի մեր արևմտյան այդ բոլոր դեսպանատներին ձայն չկա բացարձակ դե որ ասում են երկակի ստանդարտներ իզուր չեն ասում էլի Նայրա ջան երբ որ Լիբանանում ամեն օր 300 մարդ են սպանում բժիշկներ ուսուցիչներ ժուրնալիստներ արևմուտքը ասում է լավ են անում որովհետև նրանք Էփշտեյնի կլասի անդամներ են այդ նույն մարդիկ ովքեր 10 տարեկան այո սեկտայի անդամներ այո միլիարդներ ստացող ֆիզիկապես
ներկա են եղել, ապա հոգեպես իրանք նույն արժեհամակարգը կրող մարդիկ են։ Բայց Նաիրա ջան, ֆիզիկապես էլ են ներկա եղել այդ Շատերը, այո, լիդերները, Տրամպի մասին արդեն 50 էջ կա, գտել են։ այո, Միացյալ Նահանգներում գտել են, նա անչափահաս աղջկա հետ այլանդակություններ է արել, նա գնում է դեպի impeachment-ի միջայլոց, շատ արագ քայլելով։ Եվ շատ արագ նույնիսկ խոսում են նոյեմբերի մասին, ժամկետներ են նշում, որ ամենայն հավանականությամբ դա կլինի նոյեմբերին, բայց Արտուր ջան, որ խոսեցիր միջազգային կառույցների մասին, մի դեպք եմ ուզում հիշեցնել, սա զարհուրելի է։ Բելարուսում հերթական, ուրեմն նախագահական ընտրությունների ժամանակ հիշում ես այն մի հատ խոհարարուհի կար, Տիխանովսկայա, որ բացարձակ ոչինչի չէր տիրապետում, բայց կարողացավ ժողովուրդ անել փողոց եւ այդ ժամանակ միտինգներին մասնակցում էր 18-ամյա, դե շատերն էին մասնակցում, մի տղայի 18-ամյա կալանավորել էին եւ տեղեկություն ստացանք մենք Ստրասբուրգում, որ Բերթում խոշտանգել էին, հետո բաց թողեցին, այդ տղան ծնողների հետ մի կերպ հասավ Եվրոպա, նրա այդ երեխային իր մայրիկի հետ բերեցին Ստրասբուրգ, եւ ես չգիտեմ, բոլորը հոտնկայս ծափահարեցին, որ 18 տարեկան տղայի հանդեպ ինչպես կարելի է այսպիսի դաժանություն էնել, այդ տղան միտինգների մասնակից էր եղել եւ ըստ իշխանության ինչ որ օրինազանցություն էր արել, ինչ որ կրակով շշեր էր շպրտել, մոլոտովի կոկտեյլներ, այս դեպքում Դավիթ Մինասյանը ընդամենը եկեղեցում աղոթագիրքը ձեռքին աղոթք էր կարդում եւ ընդամենը նրան հարվածել, ասել են դու գնա այն կողմ, այդ Եվրոպա, բա ինչի մի հատ չեք գալիս Դավիթին բերեք Եվրոպա, մի հատ Ստրասբուրգում ոնց որ մենք բոլորս ոտքի կանգնեցինք եւ հիշում ենք այդ տղայի անունը Օլեգ էր, Օլեգին ծափահարեցինք որպես հերոս, որ ինչպես կարելի է, այս ինչ բռնատիրական ռեժիմը, որ 18 տարի նոր լրացածին տանում է եւ մի քանի ամիս կալանավորում է, բայց ձեր ստանդարտները ինչ եղան, նենց եմ ամաչում ես, իսկապես այս հիմա որ այս կադրերը նայում եմ Գոհար Ղումաշյանի եւ մյուսների եւ կարդում եմ լավ ինչի համար, ես իսկապես էլի այդ անզորությունից ու այդ զայրույթից ուզում ես ասել, լավ Նիկոլ, ստոպ Նիկոլ, դու ասում ես, որ դու գնում ես սահմանադրական մեծամասնության, գնա, հավասար պայմաններ ստեղծի գնա, այս կանան